Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին միլիոնավոր իրանցիների հետ ընտրում է պահպանողականների կողմից գերակշռող 290 տեղ ունեցող խորհրդարանի անդամներին, ինչպես նաև փորձագետների խորհրդի 88 անդամներին։ Կարծր դիրքային ստուգիչ մարմինը բարեփոխական թեկնածուների մեծամասնությանը չէր տվել ընտրություններին մասնակցելու իրավունք, սակայն բարեփոխականները հույս ունեն մեծացնել իրենց ազդեցությունը պահպանողականների գերակշռություն ունեցող այս մարմնում։ Ընտրությունների արդյունքը կարող է օգնել բարեփոխական նախագահ Հասան Ռոհանիին վերընտրվել 2017 թվականին։ Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին կոչ է արել Իրանի բնակչությանը գործուն մասնակցություն ունենալ ընտրություններին հիասթափեցնելու համար թշնամիներին, եւ ընտրությունները երկարաձգվել են 2 ժամով ընտրողների մեծ հոսքերի պատճառով։ Խորհրդարանական ընտրությունների համար գրանցվել է 12000 թեկնածու, սակայն միայն կեսին է հաջողվել անցնել Պահապանների խորհրդի ստուգումը։ Այդ մարմինը ենթարկվում է գերագույն առաջնորդին, ընդամենը մոտ 200 չափավոր թեկնածուներ են անցել ստուգումներից հետո։ Փորձագետների խորհրդի 88 հոգևորականներին 8 տարով են ընտրում։ Այս մարմինը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին եւ վերահսկում նրա գործունեությունը, ով Իրանի արտաքին քաղաքականության մեջ վերջնական ձայնի իրավունք ունի։ Այաթոլլահ Խամենեին 76 տարեկան է եւ ունի առողջական խնդիրներ։ Այդ պատճառով այս ընտրություններում ընտրված փորձագետները ըստ երևույթին կարող են ընտրել նաեւ հաջորդ գերագույն առաջնորդին։ Քվեարկությանը կարող է մասնակցել ավելի քան 55 միլիոն մարդ։ Իրանցիների կեսից ավելին 35 տարեկանից երիտասարդ է, սակայն գործազրկության մակարդակը 25% է։ Ընտրապայքարի հիմնական թեման է եղել տնտեսական զարգացման խնդիրները եւ Իրանի տնտեսական զարգացման հեռանկարները։ Փորձագետների ժողովի ընտրությունների արդյունքները ակնկալվում են, որ կլինեն մյուս շաբաթվա սկզբին, սակայն խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ավելի երկար կտևի ու հնարավոր է, որ երկարաձգվի ու ապրիլին վերածվի երկրորդ ընտրաշրջանի, քանի որ տեխնացուները անցնելու համար պետք է շահեն ձայների 25%-ից ավելին։ Տիգրան Մարտիրոսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։